Ես առաջարկում եմ ժողովրդին ներկայացնել բանակում տիրող իրավիճակը առանց գաղտնիքների։ Համաձայն եմ։ 18 տարեկան տղաների քանի տոկոսն է գնում բանակ։ Մոտավորապես 30%-ը։ Ուզում ես ասես դասանում, որտեղ 10 տղա կա, 3-ը գնում են ծառայության, 7-ը ոչ։ Միջինում այո, մի քիչ տարբեր է Երևանում։ Երևանում դպրոցներ ունենք, երբ շրջանավարտներից օրինակ 10 տղաներից մեկն է գնում ծառայության։ Մարզերը մի փոքր այլ է, ավելի շատ են զորակոչվում։ Քանի որ անհավատալի թիվ ես ասում, ես խնդրում եմ, որ դու բացատրես, թե ովքեր են նրանք, ովքեր չեն ծառայում։ Տղաների 50-ից 60%-ը ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից առողջական խնդիրներ ունենալու պատճառով կամ պատրվակով։ Մոտ 8%-ը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից մինչև 18 տարին լեռանալը եւ փաստացի 18 տարեկան հասակում զինապարտ չեն այլևս։ 5-ից 10%-ը չեն ներկայանում զորակոչի եւ լքում են Հայաստանի Հանրապետությունը հաճախ անվերադարձ։ Ինչու իրավապահ համակարգը չի բռնում նրանց, ովքեր կեղծ առողջական թղթեր են պատրաստում բանակից ազատվելու համար։ Ժամանակ առ ժամանակ լինում են բացահայտումներ, բայց մի քանի տասնյակն են դրանք եւ հազարավորների չեն հասնում։ Իրավիճակը ճիշտ պատկերացնելու համար հիմա էկրանը բաժանում ենք երկու մասի, որտեղ ձախ կողմում բանակ գնացողներն են, աջ կողմում բանակ չգնացողները։ Հիմա խնդրում եմ ասա, թե ինչ ես դու պատրաստվում անել, որպեսզի այս ահավոր պատկերը փոխվի։ Ես ցանկանում եմ, որպեսզի զորակոչի ենթականների առնվազն 50%-ը զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության եւ հասնենք մեր ուզած նպատակը հետեւյալն է, որպեսզի 70%-ը զորակոչվի ծառայության եւ 30%-ը ազատվի, ոչ թե հակառակը ինչպես հիմա է։ Ինչպես ես ցանկանում հասնել այդ արդյունքներին։ Ես առաջարկում եմ փոփոխության 6 կետեր, որոնց իրագործմամբ կարող ենք լուծել այս խնդիրը։ Առաջին, դա առողջական խնդիրների ցանկը փոփոխելն է եւ որոշ հիվանդությունների դեպքում տանել սահմանափակումով ծառայության, օրինակ նա չլինի հրաձիգ, այլ աշխատանք կատարի զինված ուժերում։ Օրինակ դրոն վարի։ Շատ լավ, հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը առաջարկում 15 միլիոն դրամ տուրք սահմանել քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Խոսքը վերաբերում է այն տղաներին, ովքեր քաղաքացիությունից այժմ հրաժարվում են, բայց շարունակում են ապրել Հայաստանի Հանրապետությունում սովորական մարդու կյանքով։ Նրանք ստանալով այլ երկրի քաղաքացիություն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից եւ շարունակում նույն դպրոցում, նույն բուհում ուսում ստանալ եւ ապրել մեր շրջապատում։ Որն է երրորդ կետը։ Երրորդը սահմանային տարիքը բարձրացնելն է։ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայության ենթակա են 18-ից 27 տարեկան տղաները, առաջարկում եմ 27-ը դարձնել 32, որպեսզի մինչև 32 տարի լեռանալը տղաները լինեն զինապարտ եւ փաստացի ավելի դժվար լինի ծառայությունից խուսափելը։ 4 խստացնող կետը դա կրկնակի փորձաքննությունից հրաժարվելն է։ Հաճախ մենք ունենք քաղաքացիներ, ովքեր փորձաքննության արդյունքում ստանում են ոչ պիտանի լինելու թղթեր, երբ իրավապահները դրա մասին տեղեկացվում են եւ ցանկանում են կրկնակի փորձաքննություն անել, այս անձանք մեծամասամբ հրաժարվում են փորձաքննությունից եւ դա որևէ պատիժ չի նախատեսում այսօր։ Ուզում եմ օրինակի վրա հասկանանք քո ասած առողջական թղթերի մեջ MRT-ի հետազոտություն կա, ըստ որի նա պետք է ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից, իրավապահ մարմինները ստանում են այդպիսի տեղեկություն, որ այդ թուղթը կեղծ է, ցանկանում են տանել կրկնակի փորձաքննության, անձը այսօր հրաժարվում է եւ որևէ պատասխանատվության չի ենթարկվում։ Այո։ Քո առաջարկած օրենսդրական փոփոխությունից հետո, եթե նրանք հրաժարվեն կրկնակի փորձաքննության անցնել, կդատապարտվեն ազատազրկման։ Այո, 1-ից 3 տարի ժամկետով։ Շատ լավ, քո խստացնող նորմերը հասկանալի են, բայց մարդկանց խումբ կա, որոնք վախում են զինվորական ծառայությունից եւ եթե իմանան, որ չեն կանալու գումարով իրենց տղաներին ազատել ծառայությունից, ուղղակի լքելու են երկիրը։ Ինչ ես պատրաստվում անել այս իրավիճակում։ Շատ ճիշտ ես, այդպես էլ կա։ Դրա համար մենք տալիս ենք նաև կարճաժամկետ ծառայության հնարավորություն, որպեսզի մեր այն քաղաքացիները, ովքեր ամեն կերպ փորձում են խուսափել զինվորական ծառայությունից կամ ուղղակի կյանքի բերումով չեն կարող անցնել 2 տարի պարտադիր զինվորական ծառայություն, ունեն օրինակ երեխա, կին կամ որևէ աշխատանքով կամ սպորտով են զբաղված, որը չեն կարող թողել 2 տարի ժամկետով եւ նաեւ այս հանգամանքից ելնելով են խուսափում պարտադիր զինվորական ծառայությունից, այս խմբի անձանց պետք է տանք հնարավորություն կարճատև ծառայության։ Նրանք վճարեն 24 միլիոն դրամ եւ ծառայեն 1 ամիս ժամկետով կամ վճարեն 18 միլիոն դրամ եւ ծառայեն 4 ամիս ժամկետով։ Այդ գումարով մենք կարողանանք իրենց ծառայության բացը լրացնել այլ պայմանագրային զինծառայողներով։ Իրենք էլ իրենց հերթին կներառվեն պայեստազորում։ Ներկա իրավիճակում, երբ մարդիկ լքում են Հայաստանի Հանրապետությունը կամ հրաժարվում են քաղաքացիությունից ստանալով այլ երկրի քաղաքացիություն կամ ստանում են առողջական հիվանդությունների թղթեր, նրանք իրենց ամբողջ կյանքի ընթացքում այլևս ոչ 25-օրյա հավաքների են կանչվում, ոչ այլ կարիքների դեպքում են նրանք կանչվում։ Ասես լրագրողը բազգային ժողովի միջանցքում ասում է հարուստների օրենք է, ես ասում եմ սա աղքատների օրենք է։ Եթե այդպես կտրուկ եք պատասխանում, թե աղքատ հարուստ չի կարելի բաժանել, բայց սա աղքատների օրենք է, որտեղ
աղքատները շատ ավելի շատ են շահում։ Ես սպասի ոնց կտենց ասեմ էլի։ Ինչպես մենք տեսնում ենք այս վիճակագրական տվյալներից, հարուստները մինչև հիմա չեն ծառայել բանակում, իսկ քո օրենքը ընդունելուց հետո նրանք ստիպված կլինեն ծառայել առնվազն 1 կամ 4 ամիս, կսովորեն կրակել եւ կարիքի դեպքում կարող են մասնակցել երկրի պաշտպանությանը, ճիշտ եմ հասկանում։ Բնականաբար նախագիծը հարուստների կամ միջին խավի համար չէ, ինչպես փորձում են որոշ մարդիկ ներկայացնել։ Նախագիծը առաջին հերթին այսօր զորակոչվողների համար է, քանի որ սրա արդյունքում մեծանալու է մեր զորակոչիկների թիվը, սրա արդյունքում կարողանալու ենք մենք 6 ամսով նվազեցնել ծառայության ժամկետը։ Եվ առաջիկայում պարտադիր զինվորական ծառայությունը նախատեսում ենք դարձնել 1.5 տարի։ Դու նմանատիպ օրենքի նախագիծ ուներ նաև 6 տարի առաջ, 2019 թվականին, երբ քաղաքացիները կարող էին վճարել 10 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս։ Այդ ժամանակ հիշում եմ, որ շատ քննադատվեց օրենքը։ Կրկին ասեցին, որ սա հարուստների եւ աղքատների մեջ տարանջատում դնել է եւ օրենքը չընդունվեց։ Ինչ եղավ դրանից հետո։ 2019 թվականից հետո 10,000-ից ավել արական սեռի քաղաքացիներ հրաժարվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ մոտ 10,000-ներ խուսափեցին պարտադիր զինվորական ծառայությունից, լքելով Հայաստանի Հանրապետությունը եւ գտնվելով հետախուզման մեջ։ Փաստացի միայն այս երկրորդ ճանապարհներով քաղաքացիությունից հրաժարվելով եւ երկիրը լքելով մոտ 20,000 զորակոչիկ խուսափեց պարտադիր զինվորական ծառայությունից։ Այսինքն, եթե քո օրենքը ընդունվեր, համարենք, որ կեսը անկախ այդ հանգամանքից կլքեր երկիրը, 10,000-ը մնային Հայաստանի Հանրապետությունում, 10,000-ից 5,000-ը գումար վճարեին պետությանը եւ ընդամենը 1 ամիս ծառայեին, մյուս 5,000-ը գնային սովորական ծառայության, կունենային 5,000 ավել զինծառայող եւ 5,000 հոգու վճարած 10 միլիոնները կստացվեր 50 միլիարդ դրամ։ Որքան սպառազինություն կարող էին գնել մենք 50 միլիարդ դրամով։ Դրոններ, այդպես բաներ ցույց տանք 50 միլիարդի ինչեր կարենք առնենք ԱԹՍ-ներ։ Ցույց չտանք։ Դեսիմ կարելի է։ Եվ եւս 5,000 ավել պայստազորային կունենայինք, որը այսօր չունենք։ Ըստ էության 10,000 պայստազորային կունենայինք, որովհետեւ 1 ամիս ծառայողն է կհամարվեր պայստազորային։ Այո, իհարկե։ Իսկ ինչ ես առաջարկում այն տղաներին, ովքեր սովորական 2 տարով կգնան զինծառայության եւ լիարժեք կկատարեն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի ոչ թե 2 տարի, այլ 1.5 տարի ժամկետով։ Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում մենք ունենալու ենք մեծ ֆինանսական հոսքեր դեպի պետական բյուջե։ Մի մասը մենք պետք է բաշխենք մեր ժամկետային զինծառայողների միջև եւ նրանք զորացրվելիս ստանան խոշոր դրամական պարգև։ Ինչ տեղի կունենա, եթե քո օրենքի նախագիծը չընդունվի։ Այնինչ երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետությունում կշարունակվի։ Կշարունակեն ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելով, կեղծ առողջական թղթեր պատրաստելով, ուսման համար արտերկիր մեկնելով կամ Հայաստանի Հանրապետությունը անվերադարձ լքելով եւ պարտադիր զինվորական ծառայության կշարունակեն զորակոչվել այսօրվա մեր զորակոչվող զինծառայողներով, նրանք կծառայեն 2 տարի ժամկետով եւ չեն ստանա ավել դրամական ապահովումներ իրենց ծառայության ավարտին։ Ժամկետային զինծառայողների թվականակը կշարունակի նվազել եւ անկում ապրել իր բոլոր բացասական հետևանքներով։ Ես ամեն ինչ արել եմ եւ կշարունակեմ անել նրա համար, որպեսզի մեր գործընկերները հասկանան օրենսդրական նախաձեռնության կարևորությունն ու հրատապությունը եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի օրենքի փոփոխություններ ուժի մեջ մտնեն այս ամռան զորակոչի ընթացքում։ Շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Ես լրագրող չեմ։ Հարց ուղիղ տվել եմ, ուղիղ պատասխան։ Ինչ կստանան։ Ասա նրանք կստանան խոշոր